Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է փրկարարծառայության զարգացման հայեցակարգը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ փրկարարծառայության զարգացման տեսլականը կարևոր է ներքին գործերի նախարարության բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում եւ ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները։ Մասնավորապես ներկայացվել են մանրամասներ ներքին գործերի նախարարության կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, արտակարգ իրավիճակի պայմաններում ոլորտի հանրապետական մակարդակի համակարգման, այս ոլորտներին առնչվող պարտադիր ապահովագրության, պահանջների սահմանման եւ չափորոշիչների մշակման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ փրկարարծառայության նոր կառուցվածքին, Երևանի եւ մարզային փրկարար վարչության տիպային կառուցվածքին։ Մասնավորապես քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացին, միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, ահազանգի սպասարկմանը, փրկարար ծառայողի պատրաստմանը եւ վերապատրաստմանը, փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքներ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների պարտադիր ապահովագրման գործընթացի ուղղությամբ։ Վարչապետը կարևորել է համաժամանակի աշխատանքների իրականացումը գեոպորտալում արտադրական վտանգավոր օբյեկտները լրացնելու եւ պոտենցիալ վտանգ ներկայացնող գույքերի հայտնաբերման ուղղությամբ։